90 տարի առաջ, այսինքն 1935 թվականի հոկտեմբերի 20-ին մահացավ հայ մեծ երգահան, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասը։ Մահվան օրվա հետ կապված տարընթերցումներ կան, միտեղ նշվում է հոկտեմբերի 20-ը, մյուսում 21-ը, մեկ այլ տեղ 22-ը։ Իրականում Կոմիտասի մահվան օրը հոկտեմբերի 20-ն է, իսկ 22-ին կազմվել է մահվան վկայագիրը։ Կյանքի վերջին 16 տարիները հոգեբուժարանում անցկացրած Կոմիտասին այցելել են բազմաթիվ հայտնի ու անհայտ մարդիկ։ Նրա կյանքի վերջին օրերի մասին բազմաթիվ հուշեր կան գրված։ Դրանցից մեկը Սրբուհի Բյուլբյուլյան Քերեստեջյանն է, որն իր Կոմիտասի հիվանդության շրջանի հուշերս հոդվածում շատ հուզիչ ու տպավորիչ մանրամասներ է հիշում։ Նա փաստում է, որ մեծ երգահանի մոտ իր հոգեկան անբնականոն վիճակին զուգահեռ սրվել էր նաև արժանապատվության զգացումը։ Սրբուհին գրում է. «Չէր ուզեր, որ զգացնեն իր անկյալ վիճակը։ Իր հիվանդության ամբողջ տևողության բախտը ունեցա նաև տարին 1 կամ 2 անգամ իրեն համար կրոնական զգեստ մկարել ու նաև կոշիկները հայթայթել։ Սակայն կուզեր անպայման գիտնալ նախ, թե ով կվճարի այդ բոլորը։ Ես պետք չունիմ ուրիշներու, կսեր եւ հաճախ նաև օրերով չէր ուզեր հագնել զայն։ Վարպետին հիվանդության վերջին շրջանն էր, երբ օրմը նշմարեցի, որ իր շապկին կոճակներեն մինը փրթած էր եւ զայն տեղվույն վրա կարեցի։ Չպիտի մոռնամ երեխայական անկեղծ իր ժպիտը, որով շնորհալիորեն նսավ։ Ապրիս, շնորհակալ եմ։ Դեմքին վրա այդ պահուն տառապողի ծամածռությունը նշմարելով հարցուցի, թե ինչ կզգա։ Սրունքիս վրա վերք մնե գոյացած, ըսավ։ Ասի վարպետ, թողեք որ տեսնին։ Ոչ, չլար, ամոթ է, պատասխանեց։ Վերջին այցելություններու պահուն վարպետը արդեն այլևս անկողինը չէր թողուր։ Միշտ ավելի ու ավելի դժգույն սպառման նշաններ ցույց կտար։ Այդ օրերին էր, որ անգամը դուրսը պարտեզին մեջ ման եկող մյուս մտային հիվանդները ինձ ցույց տալով խիստ տկար ձայնով մսավ. դեռ քիչ մը գործեր ունիմ կարգադրելի կասոնց հետ, բայց մոտորեն արդեն ամեն ինչ կվերջանա։ Փարիզի հոգևոր առաջնորդ Վրամշապուհ եպիսկոպոս Քիպարյանը, որ բազմիցս հիվանդանոցում այցելել էր Կոմիտասին, նույնպես հուշեր ունի գրած։ Նա սիրով ու ջերմորեն հիշում է. երբ հաջողեցա երթալ ներս ու կարոտագին փաթաթվել իմ սիրեցյալ Կոմիտասից, անիկա պահմը վրաս տարօրինակ հայացք մը ձգել է վերջ, երկու ձեռքերով բռնեց ուսս եւ ցնցեց, ըսելով. ասա տեսնեմ, անմահ է այն գործը, որի համար ես մեռա։ Փորձելով թաքցնել իմ հուզումս ու սարսափս, դուն անմահ ես, Կոմիտաս, շշնջացի եւ զգացի, որ դանդաղորեն կթուլանային անոր ոսկրուտ մատերը իմ ուսիս վրա։ Եվ հետո կարծես մոռանալով եւ իմ եւ իր սեփական գոյությունը, Կոմիտաս իր դատարկ նայվածքը սևեռեց հեռուն։ Իսկ վերջին հանդիպման մասին Քիպարյանը գրում է. Քանի ամիս առաջ Կոմիտասի նախորդ այցելությանս անորորած խնդրանքին համաձայն պիժամամը տարած է իրեն, որպիսի չմրսեր։ Պիժաման, երբ երկարեցի անոր, չես մոռացել, հա, բայց իզուր ես բերել այդ իզուր, ըսավ եւ տարօրինակ ժպիտը դեմքին ավելցուց։ Թող ողջ մնա իմ ժողովուրդը։ Ես նրա սրտում երբեք չեմ մրսի։ Կոմիտասի ֆիզիկականը արդեն հալումաշ էր դարձած եւ այլակերպված, ան իր խոսքերեն կբացակայեր կարծես։ Այդ խոսողը կարծես ինքը չէր։ Սակայն այդ րոպեին գիտակցության անակնկալ հաճախումովը եւ ուժերի գերագույն լարումովը կարծես պահմը անզգաց, որ ավելորդ էր այլևս որևէ խնամք տանի իր մարմնին, իսկ իր միակ մխիթարությունը պիտի լար այն, որ ինքը չմրսեր իր ժողովրդի սրտում։ Գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը, որ Կոմիտասի ընկերներից էր, իդեպ նրանց ընկերության մասին ես առանձին տեսանյութ ունեմ պատրաստած, Թերլեմեզյանը մի քանի անգամ էր այցելել Կոմիտասին։ Վերջին այցելությունը 1928 թվին էր։ Իր հուշերում գեղանկարիչը գրում է. Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր, մազերը բոլորովին սպիտակել էին։ Մոտեցա եւ կես ժամ զանազան հարցեր տվի։
Սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց։ Այդպես էլ բաժանվեցի նրանից։ Թերլեմեզյանը հիշում է նաև, որ այցելուներից մեկին էլ Կոմիտասն ասել էր. «Զիս հանգիստ ձգեցեք, ես իմ անելիքներս ունիմ»։ Եվ երբ քաղաքավարությունից ելնելով տվյալ մարդը հրաժեշտի պահին խոստացել էր կրկին այցի գալ, Կոմիտասը սրտառուչ կերպով ասել էր. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ»։ Կոմիտասն ավերժի ճամփան բռնեց 1935 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 16:05-ին Փարիզի Վիլ-Ժուիֆի հիվանդանոցում նա մահացավ գարշապարի թարախակալումից առաջացած բարդություններից։ Մահվան մահճում Հարություն Աճեմյանը Արիելը հանել էր Կոմիտասի մահադիմակը։ Նրանք, ովքեր եղել են Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, հաստատ տեսած կլինեն գիպսեօրինակը, որը հետագայում քանդակագործ Արա Սարգսյանը ծուլեց եւ նվիրեց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին։ 2015 թվականից այն ցուցադրվում էր Կոմիտասի նորաբաց թանգարանում։ Չգիտեմ այժմ այնտեղ է, թե արդեն վերադարձվել է գրականության եւ արվեստի թանգարան։ Հուղարկավորությունից առաջ Կոմիտասի մարմինը զմռսում են, ապա պատվիրում են մի դագաղ գլխամասում ապակե բացվածքով, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել նրա դեմքը։ Մահից 6 օր անց հոկտեմբերի 27-ին Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կատարվում է հայ մեծ երգահանի հոգեհանգիստն ու հուղարկավորության արարողությունը։ Մահախոսականներ են ասում գերմանացի երաժշտագետ պրոֆեսոր Կուրտ Զաքսը, ֆրանսիական երաժշտական ընկերության նախագահ Ամեդե Գաստուեն, Կոմիտասի Սան Հայկ Սեմերջյանը, Հարաճ թերթի խմբագիր Շավարժ Միրաքյանը, մի խոսքով ելույթ է ունենում 11 հոգի։ Որպես Կոմիտասի հին բարեկամ եւ Կոմիտասյան հանձնաժողովի անդամ խոսքի ասում նաև գրող գրականագետ Արշակ Չոպանյանը։ Չոպանյանը հետագայում նաև մի շարք հոդվածներ է գրում ու տպագրում Կոմիտասի մահվան մասին իր Անահիտ հանդեսում։ Թաղման մասին նա գրում է. Ոստիկանության կարգադրությամբ կարգեր ու անցքը այդ փողոցեն հանդեսին ամբողջ տևողությանը արգելվեցավ։ Ժողովուրդը լուռ, ամփոփված, կարգապահ, խոհուն, 1.5 ժամ կեցավ հոն լսելու մեր մեծ երաժշտին մատուցած հարգանքի արտահայտությունները։ Դիմացի տուներուն պատուհաններեն ֆրանսիացիներ պատկառանքով կդիտեին այն բացառիկ մեծարանքը, որ մեր ժողովուրդը կմատուցաներ իր վախճանած մեկ նշանավոր գործչին։ Հուղարկավորությանը ներկա Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը այս մասին գրում է. 1935 թվականի աշնան մի անձրևոտ օր էր։ Փարիզի եկեղեցում ասեղի տեղ չկար։ Ժանգուժոն փողոցը բերնեբերան բռնված էր ամեն սեռի, հասակի եւ դասակարգի հայերի բազմությամբ։ Կոմիտասի հուղարկավորությունն էր։ Վերջապես նրա տանջված մարմինը հանգստացել էր։ Հոգևոր մեղեդիներ էին երգում նրա վրա։ Ահ, եթե նա հանկարծ կարողանար վեր կենալ դագաղից, լսել ինչ են երգում։ Այդպես կերքեր ինքը, ով լսել էր նրա իվերին Երուսաղեմը, չէր կարող սարսուռ չզգալ Փարիզի հայոց եկեղեցում, Կոմիտասի դագաղի մոտ։ Հոգեհանգստի արարողությունից հետո Կոմիտասի դագաղն իջեցնում են եկեղեցու նկուղի փոքր մատուռը հարմար պահի Հայաստան տեղափոխելու նպատակով ու ակնկալիքով։ Հարմար պահը գալիս է 7 ամիս անց միայն։ 7 ամիս շարունակ Սփյուռքի անվանի գործիչները նամակ խնդրանքներ են ուղարկում եւ բանակցություններ վարում խորհրդային Հայաստանի հետ Կոմիտասի աճյունը հայրենիք տեղափոխելու համար։ Իսկ թե ինչ էր տեղի ունենում հայրենիքում այդ օրերին, դրա մասին պատմում է գրող Վահրամ Ալազանի կինը Մարո Ալազանը իր Իմ կյանքի ողբերգությունը գրքում։ Մարո Ալազանը հիշում է. Մի օր գիշերվա ուշ ժամի Հայաստանի Կոմկուսի կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանն Ալազանին իր մոտ կանչեց։ Վերջինս տուն վերադարձավ եւ պատմեց հետեւյալը. Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը։ Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին եւ Երևանում կազմակերպի թաղման արարողությունը։ Իհարկե Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երևանյան գործակալներն այդ մասին հաղորդում են Բերիային։ Մյուս օրը Բերյան հեռախոսով կապվում է
աղասու հետ եւ ասում. «Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգեվորական, ինչ-որ տերտեր ես բերում Երևանում թաղելու համար։ Ես կտրականապես արգելում եմ։ Հեռագրիր, թող չուղարկեն։ Մենք հոգեվորականներին թաղելու համար գումարներ չունենք»։ Այս դեպքից Աղասի Խանջյանը անսահման հուզվել ու վրդովվել էր, անհարմար էր զգացել հեռագիր տալ, ստիպված խնդրել էր Վահրամ Ալազանին դա անել։ Ալազանը կատարել էր խնդրանքը այն հույսով, որ հեռագիրը ուշ տեղ կհասնի, իսկ Կոմիտասի արդեն ճանապարհին կլինի։ Ալազանի հույսն իզուր չէր։ Հաջորդ օրը նրանք Կոմիտասին խնամող հանձնաժողովից ստանում են իրենց հեռագրի պատասխանը հետևյալ բովանդակությամբ. Նավը 3 օր է դուրս է եկել Մարսելից ու գտնվում է Միջերկրական ծովում։ Ետ դարձնել չենք կարող։ Հեռագիրը ուրախացրել է եւ Ալազանին եւ Խանջյանին, սակայն նրանք շարունակել են վրդովել այն մտքից, որ Կոմիտասին ներկայացնում են իբրև ինչ-որ տերտեր։ Մարո Ալազանը շարունակում է պատմել. Դեպքից 1 թե 2 օր հետո մեր տուն եկավ Չարենցը եւ ասաց. «Այ տղա Ալազան, մի պազորնի բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հավատում։ Ասում են, որ Փարիզից հեռագրել են աղասուն, որ նա Կոմիտասի դիակն ընդունի եւ Երևանում թաղի։ Աղասին համաձայնել է, բայց Բերյան Երևանյան իր սիշիկներից այդ մասին իմանալով կտրականապես արգելել է, ասելով, թե մենք ինչ-որ տերտեր թաղելու համար գումար չունենք։ Այո, դժբախտաբար ճիշտ է, բայց բարեբախտաբար հեռագիրը ուշ է տեղ հասել եւ Կոմիտասի դին բերող նավն արդեն Միջերկրականի ջրերում է եւ շուտով Կոմիտասը Երևանում կլինի», ասաց Ալազանը։ «Այ տղա, ճիշտ ես ասում, էդ ինչ լավ բան եղավ, թող հիմա Բերիայի սիշիկները տրաքվեն», ասաց Չարենցը ուրախությամբ։ Քիչ հետո նորից լրջացավ, մռայլվեց եւ հուզված ասաց. «Ինչ որ տերտեր։ Միթե Կոմիտասը հայ ժողովրդի համար ինչ որ տերտեր է, ողորմելիներ, տգետներ, թու ձեր երեսին անամոթներ։ Վայ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են։ Մարո ջան, մի կոնյակ բեր, խմենք Կոմիտասի հաղթանակի եւ հիշատակի կենացը»։ Թեև Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը։ Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ որ տերտեր»։ Կոմիտասի դին Երևան հասավ 1936 թվականի մայիսին, կազմվել էր նրան ընդունող եւ թաղումը կազմակերպող հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել էին Գրողների միության կողմից Վահրամ Ալազանը, Լուսավորության մինիստրության կողմից Արտո Եղիազարյանը ու էլի մի քանիսը տարբեր կազմակերպություններից։ Կոմիտասի թաղման արարողությունը տեղի ունեցավ մայիսի 28-ին։ Մարո Ալազանը շարունակում է պատմել. Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղևորվեցինք դեպի Կուլտուրայի տուն, ներկայիս Առնո Բաբաջանյան համերգասրահը։ Աբովյան փողոցում մեզ միացավ նաև Չարենցը։ Մտանք Կուլտուրայի տան դահլիճ։ Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երևում էր Կոմիտասի պայծառ դեմքը։ Բոլորը լուռ գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջև։ Այդ ժամանակ Բերիայի գործակալն իր ճամպրուկից հանեց մի լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը եւ սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները։ Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զայրացրեց։ Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ եւ ուղակի գոռալով ասաց. «Մի բան գտակ անամոթներ, խայտառակներ, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թու ձեր նամուսին»։ Ապա համարյա իրեն կորցրած օրորվելով ինքն իր հետ խոսելով դուրս եկավ դահլիճից։ Նրան հետևեցին նաև հանձնաժողովի անդամները, Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին։ Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ եւ Խանջյանին պատմում այդ խայտառակարարքի մասին։ Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով ասում. «Ալազան, ես կարևոր գործերով պիտի քաղաքից բացակայեմ։ Խնդրում եմ Արտոյի եւ մյուս անդամների հետ միասին մեծ շուքով թաղեք մեր պայծառ Կոմիտասին»։ Կոմիտասին թաղեցին մեծ շուքով։ Այն ժամանակների չափանիշներով իրոք դա մեծ շուք էր, սակայն այդ մեծ շուքին հաջորդեց ողբերգական իրադարձությունների մի մեծ շարք։ 1936-ի հուլիսին գնդակահարվեց Աղասի Խանջյանը։ Նույն թվականին աքսորվեց Վահրամ Ալազանը։
Մեկ տարի անց 1937-ի նոյեմբերին բանտում սպանվեց Եղիշե Չարենցը։ Ձերբակալվեցին ու սպանվեցին նաև Ֆրանսիայից Կոմիտասի աճյունի տեղափոխումը կազմակերպած քաղաքական գործիչ ՀԽՍՀ դատախազ Տանուշ Շահվերդյանը, նրա կինն ու եղբայրը։ Կոմիտասի թաղման մասին հուշ ունի գրած նաև դատերագետ գրականագետ Ռուբեն Զարյանը։ Սա միանգամայն այլ հայացք է, մի քիչ ավելի գեղարվեստական, էսթետիկ ու զգացմունքային, որը կարծում եմ արժե լսել։ Ռուբեն Զարյանը պատմում է. Կոմիտասի թաղումներ։ Դագաղը դրված էր կուլտուրայի տան դահլիճում։ Ահագին բազմություն էր հավաքվել հրաժեշտ տալու։ Ներս եկողը չէր հեռանում։ Լավ հիշում եմ, այնտեղ էին Կոմիտասի ընկերները, հայ գեղարվեստական մտավորականության այն ներկայացուցիչները, որոնք Կոմիտասի հետ բարեկամություն էին արել, հետը գործել։ Կանգնած էր Մանուկ Աբեղյանը, ինչպես մի խոժոր ժայռաբեկոր, դեմքը խիստ էր, ոնց որ միշտ, եւ դժվար էր հասկանալ, թե այդ պահին ինչ էր մտքինը։ Այստեղ էր Փանոս Թերլեմեզյանը, որը հակառակ Աբեղյանին չէր կարողանում լուռ ու անխոս մնալ, եւ այդ օրը նրա ձեռքն ավելի էր դողում։ Իդեպ թաղմանը Թերլեմեզյանի սգակիր ու հեկեկացող ներկայության մասին հիշել է նաև Աղավնի Մեսրոպյանը, նա գրել է. Ծերունազարդ Փանոս Թերլեմեզյանը հեկեկալով ափ հող նետեց դագաղին վրա եւ ըսավ. Վերջապես հասար Մուրազիդ, քու հայրենի սուրբ հողին մեջ հանգչելով, հավիտենական հանգիստ ոսկորներուդ, անմահ Կոմիտաս։ Ռուբեն Զարյանը մտավորականների մեծ բազմության մեջ առավել կարևորել է մեկ այլ մարդու ներկայությունը։ Նա իր հուշերում շատ պատկերավոր պատմում է. Շատերը կային, բայց հանկարծ դրան առջև եղած հասարակությունը ճեղքվեց մեկին ճանապարհ տալու համար։ Չարենցն էր, տխուր էր, մորուսած, դեմքը գունատ, բարձրացավ պատվանդանին, գլուխը կախ կանգնեց, տրտում, հայացքը դագաղի ապակյա դիմաշրջանակին, որի տակից երևում էր Կոմիտասը։ Չարենցը մի պահ քարացած կանգնեց, ապա կռացավ, համբուրեց ապակին եւ լուռ քայլեց դեպի դուրս։ Անմիջապես ճանապարհ տվին, գնում էր գլուխը կախ, ձեռքերի մեջ ճմրթելով գլխարկը։ Իդեպ այս տեսարանը տարիներ անց պատկերել է գեղանկարիչ Գևորգ Գրիգորյանը, Ջոտոն, իր Չարենցի հրաժեշտը Կոմիտասին կտավում։ Կոմիտասի թաղումից հետո երեկոյան Ռուբեն Զարյանը գնացել էր Չարենցի տուն պատմել հուղարկավորության մանրամասները։ Ասացի, որ Հայկանուշ Դանելյանը երգեց, պատմեցի, թե ինչպես վերջում Կոմիտասի հողաթումբը շրջապատելով կոնսերվատորիայի երգչախումբը երգեց «Անձրևն եկավ շաղալեն», իսկ այդ պահին մաղող անձրևի միջից մայր մտնող արևն իր վերջին շողերն էր արձակել։ Այնպիսի տպավորություն էր, որ կարծես երկինքը լալիս էր, արցունք թափում։ Չարենցը հուզվեց, փորձեց իրեն տիրապետել, չկարողացավ։ Տեղիցը վեր կացավ, անցավ սենյակի մյուս ծայրը եւ մեջ քարած բավական երկար մնաց գրապահարանի առաջ, իբր ինչ որ գիրք է նայում, բայց լալիս էր։ Քիչ հետո մոտեցավ գրասեղանին, վերցրեց մի թերթիկ, ուզեց կարդալ, բայց հազիվ շշնջաց միայն վերնագիրը։ Հիշում եմ, վերադարձի երգ։ Եվ այլևս չշարունակեց։ Ես ոչ մի ձայն չհանեցի, եւ կարիք կար արդյոք, որ մի բան ասեի։ Մի փոքր հետո խոսեց. կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը, ու այն ժամանակ հայը ավելի բախտավոր, քան մենք, կտեսնի անմահացած Կոմիտասին Մոցարտի եւ Շուբերտի կողքին։ Քիչ անց Չարենցը լիովին հանդարտված Զարյանին ասել էր. լսիր ինձ ու հավատա, կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբան կկառուցեն նրա համար, թող պառկի այնտեղ եւ բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք։ Ուրեմն եւ
մեղք է նրան հողի տակ պահելը։